Լավ խորհուրդներ, լատիշական հեքիաթ։ Հարուստ գյուղացին մի բատրակ է վարձում, շատ լավ վարձատրությամբ, բայց շատ խիստ մի պայմանով, միշտ և ամեն ինչում հլու հնազանդ ենթարկվել իրեն։ Իսկ բատրակը տիրոջը խոստանում է հարկ եղած դեպքում բարի խորհուրդներ տալ։ Սկզբում նրանց մոտ ամեն ինչ հարթ է գնում, բայց ահա գալիս է խոթհնձի ժամանակը։ Հարուստի մարգագետինը տնից մի 4 վերստ հեռու է լինում։ Հարևանների մարգագետինն էլ այնտեղ է լինում։ Մի իրիկուն բատրակն ասում է տիրոջը. «Վաղը առավոտ ծեքին արի գնանք հեռու մարգագետինները խոթհնձելու։ Հարևաններն էլ են վաղը պատրաստվում խոթհնձելու, իսկ մենք նրանցից առաջ կընկնենք»։ Բայց մյուս օրը տանտերը հակառակի պես քնով է ընկնում, իսկ երբ արթնանում է, տեսնում է, որ հարևաններն արդեն գնում են։ Նա արագ հագնվում է ու գոռում բատրակին. «Հեյ, Միքելիս, մի ասա տեսնեմ ոնց անենք, որ շուտ հասնենք մարգագետին»։ Իսկ Միքելիսը աչքերն է տրորում ու ասում. «Լավ խորհուրդ կարող եմ տալ։ Դու, աղա, եղիր ոնց որ նապաստակ, իսկ ես էլ շուն։ Դու վազիր, ես էլ քո ետևից, ու այդպես մենք շուտ տեղ կհասնենք»։ Աղան վերցնում է գերանդին ու վազում, աղքատն էլ վնգստում է ու ետևից ընկնում։ Եվ իսկապես, նրանք հարևաններից շուտ են հասնում մարգագետին։ Մարգագետնում աղան կանգ է առնում և ասում Միքելիսին. «Իսկապես որ լավ խորհուրդ էր»։ Եվ միայն այդ ժամանակ է նկատում, որ բատրակը գերանդի չունի։ «Ուր է քո գերանդին»։ «Բա շանը գերանդի պետք է», ասում է բատրակը։ Աղան չի բարկանում նրա վրա և ասում է. «Գնա գերանդիդ բեր, մինչև քո գալը ես մենակ կհնձեմ»։ Բատրակը առանց շտապելու գնում է գերանդին բերելու, իսկ աղան հա մտածում է, թե ոնց գա նրա հախից։ Գալիս է նախաճաշի ժամը, հարևանները նստում են հաց ուտելու, իսկ Միքելիսն ու նրա աղան ուտելու բան չունեն։ «Մենք էլ նստենք հաց ուտենք», ասում է աղան։ «Իսկ ինչ պիտի ուտենք, աղա», հարցնում է Միքելիսը։ Աղան վերցնում է գերանդին սրելու քարը, մոտեցնում է բերանին, իբր թե հաց է ուտում, ու ասում է Միքելիսին. «Թող հարևանները կարծեն, թե մենք էլ ենք ուտում»։ Միքելիսն էլ է նրա պես անում։ Երբ հարևանները կշտանում ու հանգստանում են, աղան էլ է վեր կենում ու նորից բոլորը սկսում են հնձել։ Իսկ մինչ աղան հանգստանում էր, Միքելիսը գերանդու բերանը հանում է կոթից, հետո կանգնում է աղայի հնձած շերտի վրա ու ասում. «Իսկ հիմա աղա, շուտ հնձիր ու ետ մի նայիր»։ Ուրախանում է աղան ու ինչքան ուժ ունի սկսում է հնձել, իսկ բատրակը թափահարում է գերանդու կոթը նրա ետևում ու քիչ է մնում աղային խփի։ Վերջապես աղան հոգնում է ու ասում. Միքելիս, էդքան արագ մի հնձիր, վրաս էլ հալ չմնաց»։ «Ոչինչ», ասում է Միքելիսը, «ախր շուտ կպրծնենք»։ Հնձում են նրանք մարգագետնի այդ շերտը և երբ աղան շուռ է գալիս, տեսնում է, որ բատրակի ձեռքին միայն գերանդու կոթն է։ «Ոնց ես հնձում առանց գերանդու», հարցնում է աղան։ «Ոչինչ», պատասխանում է Միքելիսը, «հարևանները հո կարծում են, թե հնձում եմ, կարևորը դա է»։ Մյուս օրը նրանք նորից են գալիս մարգագետին և հնձում մինչև նախաճաշի ժամը։ Տանտիկինը շիլա է բերում նրանց համար, իսկ շիլայի մեջտեղում մի փոս է արված լինում և մեջը հալած յուղ։ Հենց որ նրանք սկսում են ուտել, աղան ասում է կնոջը. «Գիտես այ կնիկ, հենց առաջին շերտը հնձեցինք, մարգագետնում ոնց որ էսպիսի առու գոյացավ»։ Ու իր գդալով քաշում է յուղի փոսիկի մոտից, որ գդալի առաջացրած տեղով յուղը հոսի իր կողմը, իսկ բատրակն անհամ շիլան ուտի։ Այդ տեսնելով բատրակը խոր հոգոց է հանում ու ասում.
Իսկ այ թե ինչ են պատմում Բաբելոնի մասին։ Հնում մարդիկ որոշում են մինչև երկինք հասնող աշտարակ կառուցել։ Աստված զայրանում է դրա համար նրանց վրա և ստիպում խոսել տարբեր լեզուներով, որ իրար չհասկանան։ Դրանով էլ աշտարակի կառուցումը վերջանում է։ Իսկ լեզուները Աստված խառնում է այսպես, ու բատրակը վերցնում է գդալը ու լավ խառնում շիլան։ Բարկանում է աղան, տալիս է բատրակին խոստացած վարձը ու բաց թողնում նրան, ասելով. «Համա թե խելոք ես, հա, դու ինձնից էլ խելոք ես»։